Սիրելիներս ողջույն, հույսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք, սկսում ենք նոր վլոգ մեր բակից ու ինչպես տեսնում եք արևային տաք եղանակ է, շատ հաճելի, ծառերը արդեն լավ, ինչպես տեսնում եք խնձորները արդեն երևում են ու բավականին արդեն խոշոր են ու տեսնում եք նաև մեր բակի վիճակը, մեկ ամիս առաջ Վահանը մաքրեց, նոր գնաց, բայց տղամարդու բացակայությունը տանը միանգամից արդեն զգացվում է։ Այստեղ ունենք խաղողի վազներ, 4 թուփ է ու բավականին մեծացել են ու ինչ պետք է անենք, պետք է իհարկե կապենք, որպեսզի այդպես թելի վրայով գեղեցիկ բարձրանա։ Կապեցի թելերը, որպեսզի այսպես գեղեցիկ թելի վրայով թուփը ծառը բարձրանա։ Քանի որ անձրևներ են, չեմ ջրում այդպես, որպեսզի չփթի։ Շաբաթը 1-2 անգամ լավ անձրևներ են գալիս, բայց մոտ օրերս լավ կջրեմ իմ ուզածի պես, որովհետև արդեն ամառային շոքերը իրոք սկսվել են։ Այստեղ դաղց է, նախանցած տարի ենք Վահանի հետ բերել, դրել։ Ունեմ մի քանի պատվերներ, ուզում եմ ձեր հետ կիսվել։ Սկսենք վիտամիններից, այստեղ օմեգա 3 է, իսկ այստեղ B գրուպայի վիտամիններ։ Սա մեծահասակների և երեխաների համար է, սկսած 6 տարեկան երեխաներից մինչև մեծահասակներ, օրը 1-ից մինչև 3 կապսուլ կարելի է ընդունել, ընդհանուր 90 հաբ է այստեղ, ես խմում եմ օրը 1 հատ, Լիլիաս 2 հատ, առավոտյան և երեկոյան։ Գիտեք, շատ կարևոր վիտամին է, սիրտ-անոթային հիվանդությունների, իմունիտետի, ընդհանուր օրգանիզմի աշխատանքի բոլոր օրգանների համար, վիտամինները երբեք ավելնորդ չեն լինում, ընդհակառակը պետք է իրենց ժամանակ ընդունել, որպեսզի օրգանիզմի դիմադրողականությունը լինի միշտ բարձր։ Իսկ այստեղ սիրելիներս, ինչպես ասացի, B գրուպայի վիտամիններ են, ոչ միայն B, այստեղ գլիցին է, D3, B1, B6 և B12, շատ կարևոր վիտամիններ են, ամբողջ օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար, B6-ը գիտեք, մագնյան է, սրտի համար շատ լավ է, բոլոր վիտամիններն էլ շատ կարևոր են ու կատարում են բազմաթիվ ֆունկցիաներ դրական մեր օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար։ Այստեղ էլ 100 հատ հաբ է, երեխեք ջան, երկուսի կուրսն էլ 1 ամիս է,
Սա մեծահասակների համար է, սա մեծահասակների եւ երեխաների համար սկսած 6 տարեկանից, սա Լիլիայի հետ ենք խմում 90 կապսուլան 1 ամիս 1 կուրսի համար մեզ բավական է, սա առավոտյան եմ խմում, Լիլիա առավոտյան եւ երեկոյան, իսկ սա խմում եմ 1 հապ, սա օրը 1 անգամ պետք է ընդունում եմ երեկոյան, քանի որ իր մեջ կա նաև գլիցին, որպեսզի քնեմ ավելի հեշտ եւ հանգիստ։ Այսօր երկրորդ օրն է, որ ընդունում եմ այս վիտամինները, երեխեք ջան։ Օձիվներով եմ գնել, բավականին դրական, բոլոր գնորդներն էլ 99%-ով կարելի ասել, որ գոհ են։ Հաստատ վնաս չէ, ջան, երևի հասկացաք, որ այստեղ հատուկ նյութ է մասերի կերատինային հարթեցման համար, որը պետք է անենք 3 էտապով, այստեղ էլ գրված է առաջին էտապ, երկրորդ էտապ, երրորդ էտապ։ Անցնենք հաջորդ պատվերներին ու մինչ անցնելու ուզում եմ պատասխանել մի հարցի իմ հետևորդի կողմից, որ ինչու ենք միշտ Ազոնից պատվիրում, ինչու չենք Վալբերիսից կամ այլ հարթակներից պատվերներ անում։ Սիրելիներս, երբ Վահանը այստեղ է լինում, պատվիրում ենք եւ Yandex Market-ից եւ Վալբերիսից, ուղղակի մեր գյուղում չկա Վալբերիս, միայն Ազոն է ու մեզ շատ մոտ է, ուղղակի հարմար է դրա համար։ Շատ պատվերներ ունեմ, որոնք մինչև հուլիս ամիսը պետք է գան հասնեն ինձ, այսպես մաս գալիս են ու ես ձեր հետ կիսվում եմ սիրելիներս, որը պատվիրել եմ Լիլիայիս համար։ Առաջին անգամ եմ գնում այս ներկը, չգիտեմ որակը ինչպիսին կլինի, Faberlic ֆիրմայից է, Expert 5.35 համար է, Svetly Kashtan շոկոլադնի, շատ գեղեցիկ գույն է։ Ցույց տամ։ Պետք է որ ստացի մոտավորապես այսպիսի գույն երանգ։ Այս Լիլիայի մազիներկը, քանի որ գիտեք, որ ունեմ մազաթափության խնդիր, երեխեք ջան, պատվիրել եմ գերչակի յուղ, դե մասկան դիմակը որ պիտի դնեմ, արդեն ձեր հետ կիսվել եմ, ասել եմ, ոնց պետք է պատրաստենք։ Իսկ այստեղ շամպուն է, եւս մազաթափության դեմ, 250 մլ է, Репейник, профессиональный уход, 100% натурально эффективно, против выпадения волос. Питает, укрепляет корни, усиливает рост волос. Սիրելիներս, այս շամպունը եւս առաջին անգամ եմ գնում ու գնում եմ մեր շատ սիրելի Սաթենիկի Sat Family Vlog, շատերդ կիմանաք, իր ալիքում եմ տեսել, ինքն էլ ունեցել է նման խնդիր մազաթափության ու այս շամպունի օգնությամբ այդ խնդրից ազատվել է եւ օգտվելով իր խորհրդից, ընդունելով իր խորհուրդը, ես եւս որոշեցի փորձեմ։ Շատ անուշ հոտ ունի, շատ բնական ու հուսամ, որ ինձ էլ կօգնի։ Կա չէ, որ եւ որ շրթներ են գնում տուշ կամ շամպուն կամ ինչ-որ անգամ ուտելիք, հա, անգամ բանջարեղեն, մի անգամից հոտից զգացվում է այդ նյութը կամ ուտելիքը կամ ինչ-որ մի բանը, որը որ մենք գնել ենք, դա բնական է, թե քիմիական։ Սա էլ այսօրվա պատվերները, երեխեք ջան, որ եկավ հասավ ինձ, որոշ պատվերներ էլ ունեմ, կոսմետիկ միջոցներ, շրթներկեր, աչքերի համար մատիտ եւ այլն, որոնք մինչ այսօր հասել են ինձ, դրանցով կկիսվեմ այն ժամանակ, երբ որ իմ կոսմետիկայի տուփը, հա, կոսմետիչկան, որը որ պատվիրել եմ, կգա կհասնի ինձ, միասին կդասավորենք ու ձեր հետ կկիսվեմ, ինչ կոսմետիկա եմ օգտագործում, ինչ տոնային կրեմ, ինչ ֆիրմայի շրթներկեր եւ այլն, դա թողնենք հետո։ Իսկ հիմա այս ամենը հավաքենք ու անցնենք առաջ։
րոպե չկա ներկել եմ, նայեք արդեն տարբերությունը։ Շատ լավ ներկա, ուղղակի մի փոքր քիչ է, հա, տարողությունը ներկի, բայց հաջորդ անգամ մի նկատի կունենանք։ Սպասենք ևս կես ժամ, լվանանք ու արդյունքը միասին կտեսնենք։ Լվացինք ու արդյունքը նայեք ինչ լավն է։ Շատ սիրուն է։ Իմ Լիլիայիս մազերն է, այսենց բնական, հա։ Այսենց խուճուճիկ մազեր ունի աղջիկը։ Շատ սիրուն գույն է Լիլի ջան, շատ լավն է։ Բանը անես հողերը դուցը։ Արդյունքից շատ գոհ ենք։ Ուզում եմ մի քանի հատ խնձոր տանեմ, սիրում եմ այս չափի խնձորները, էսի Անտոնովկա սորտնա խնձորի, անցած տարի մի հատ խնձոր չկար այս ծառի վրա, հիմա նայեք ինչքան շատ կա մեկ ջողի վրա, նախանցած տարի էլ կար այսքան խնձոր, անցած տարի ընդհանրապես վերքի տարի չէր։ Բավականին խոշորացել է ու օրվա վրա փոխվում է։ 3 օր առաջ այս չափին ու 3-4 օր անց նայեք ինչքան են խոշորացել։ Սա շատ խոշոր խնձոր է, շատ համեղ ու ձմռանն էլ իրան հնարավոր է երկար պահել, մինչև դեկտեմբեր-հունվար ամիսները նորմալ վիճակում ինքը մնում է։ Նայեք ինչքան խոշոր է։ Այս ծառերի վրա էլ կա, այս սրանց վրա, բայց այդքան խոշոր չեն, մանր են ու շատ թթվաշ, բայց այս ծառի խնձորը յուրահատուկ է։ Արտաշատ ամուսնուս հորական այգում, հա, այնտեղ մեր տան բակում շատ ծառեր կա, դե գիտեք, Արարատի մարզը, այնտեղ ամեն ինչ աճում է, մարդիկ սիրում են աշխատել, հա, հողագործությամբ զբաղվել։ Կգնանք, կնկարեմ մանրամասը, կտեսնեք այնտեղի մեր այգին, բակը, ծառերը, ծիրանը։ Շալախ ծիրանից մենք էլ ունենք, ինձ թվում է, որ մինչև մեր գնալը արդեն ծիրանի սեզոնը կլինի բացված։ Այս էլ մեր շլորի ծառն է, երեխեք, այսքան է դարձել։ Դե մենք շլորի անվան տակ ենք առել, ալը, բայց իմ կարծիքով այդքան էլ շլորի նման չի, իմ կարծիքով սա սլիվա է, տեսնենք, չգիտեմ։ Բավականին խոշոր է։ Մինչև գնանք արդեն լավ հասած կլինի խնձորը։ Իլյասել է սիրում, ճիշտ է ալեչի սեզոնը երևի չենք հասցնի, բայց թթի, ծիրանի, գիլասին էլ կհասցնենք, որ ուսենանք։ Ինչն էլ որ մեր բակում չլինի, շուկայից կգնենք։ Իսկանը բավական է այսօր։ Սիրելիներս, խնձորը քաղեցի ու քանի որ երեկոյան ժամ է, ասի գնամ ձու վերցնեմ ու երկար ժամանակ է մոտ 1 շաբաթ կլինի ձու չենք վերցնում ու թփերի տակ ինչ տեսնեմ։ Ահա թե որտեղ են մեր հավերը ձուածում, մի այսքան էլ գտել եմ տան դարպասների տակից։ Ես զարմանում եմ, ասում եմ ձմռանը ձու են ածում, հիմա ամառ է ձու չածեն։ Այ քեզ հավեր, այ քեզ հրաշք, այն էլ ինչ ծվեր, խոշոր, թմբլիկ ու շատ համեղ։ Տանեմ լվանամ և տեղափոխեմ սառնարան։ Սիրելիներս, միանում եմ ձեզ արդեն երեկոյան Լիլիայի հետ երկուսով գնում ենք դեպի մագնիտ, ոչ միայն մագնիտ, մի քանի բան ունենք գնելու, բացի դա զիբիլը թափենք, մագնիտի կողքն է ու մորաքրոջս
որոշ բաների կա, պետք է իրան տամ, գնում եմ իրեն տեսնեմ, այս ընթացքում էլի եկել է, բայց կես ժամով արագ եկել գնացել է գործով, բայց այսօր որ խոսել եմ հետը, ասել է, որ վաղը գալու է մեր տուն ու հուսամ վաղն էլ իր հետ վլոգ կնկարենք, ստացվի, միասին կխոսենք ու ես էլ ձեր համար վլոգ կնկարեմ, երեխեք ջան, ուղղակի ժամանակ չի լինում իր մոտ, հագալի ջան, այնքան փակել են, ես կողմ եմ բացել, որը ժամանակ չի ունենում, փորնիկները շատ են, ընտանիքի գործերով հա չի ստացվում իր մեր տուն գալու, բայց այս ընթացքում խոստացել է, որ անպայման գալու է։ Ну, այսօր որ խոսում ենք, ասեց վաղը գալու եմ։ Սիբիլը տանենք գցենք այստեղ, իրան մտավ մագնիտ։ Ինչ եմ ուզում ասեմ երեխեք ջան։ Հավոր շոկի չեմ կարողանում երկար բանել արելի տակուսով 35 աստիճան արել։ Երեխեք ջան, այն կերատինը բոտեքսը, որ պատվիրել ենք, գիտեմ իրան կիրառենք, թե ոչ, որովհետև ինչքանով որ հասկացա բավականին թունավոր է, այսպես ոգևորված պատվիրել ենք ու միայն եւ որ ինստրուկցիայում կարդացի, որ ինքը թունավոր է ու մաքուր օդին պետք է իրան կիրառել, քսել, բացեցի օձիվները, կարդացի մանրամասում, ուրեմն 70%-ը, եթե ոչ ավել, բոլորը խոսում են այդ մասին, որ այդ նյութը բավականին թունավոր է, անգամ չեն կարողացել լացում այն փոքրիկ, ասում սոկս տվեք խմեմ, հիմա տվեք խմեմ, ասում օձիվների մեջ տեսնելով այդ գրառումները, չգիտեմ, արժի արդյոք կիրառել, թե ոչ, նամալավանդ, որ ես ալերգիա ունեմ, սալիվոյ էսենցիա է արել բորկայի համար, տան մաքրության ու ննջասենյակի հատակները մաքրում էի, հա, այն արանքները, կաֆելների, լավ մաքրում է, բայց պատուհանը բաց էի մաքրում, ինքը շատ լավ է մաքրում, ուղղակի ահավոր թունավոր է, անգամ բաց պատուհանով, անգամ դրչատկեքով, անգամ մասկայով ինձ չփրկեց, թունավորվեցի, անգամ շտապ օգնություն ենք կանչել ու խորհուրդ տվեցին հեռացնել տնից ու ասացին, որ լավ եմ պրծել, կարար ավելի վատ լիներ ու որպեսզի գնեմ ավելի բնական միջոցներ, հա, քան այդ նյութը։ Դրա համար որ մի անգամ գլուխս է եկել, երկրորդ անգամ իմանալով այդ ամեն ինչը կիրառել է, չգիտեմ։ Վազվրատը էլ չենք կարող անել, արդեն մի քանի օր անցել է։ Տեսնենք ինչ ենք անում։ Արարի ջան։ Հա։ Այդ էլ այդ բոտեքսի մասին, եթե դուք ունեք փորձ, կխնդրեմ գրեք մեկնաբանությունների բաժնում։ Այդ առաջին ու երրորդ էտապը նորմալ է, վտանգավոր բան չկա, երկրորդ էտապն է փոքր վտանգավոր։ Հա, ասա։ Ինչ է։ Չէ, ցի գտպանը երկրորդ էտապն է վտանգավոր։ Եթե անգամ կիրառեք, պետք է դուրս նստենք, արագ-արագ այդ նյութը օգտագործենք։ Չգիտեմ սիրելիներս, ուրիշին էլ տաս չի լինի, հանկարծ մարդիկ թունավորվեն ու դու մեղավոր դուրս գաս, մենք էլ այսպես ռիսկ չենք անում դրան օգտագործել։ Ուղղակի օձիվները տեսա, որ շատ լավն են, 4 սույնն են, դրա համար որոշեցինք գնել, բայց առայժմ այդպես կթողնենք։ Վաղը այդ դիմակը կդնենք մազերի կերչակի յուղով, որովհետև մազերիս հետ ահավոր ես իմ չգիտեմ ինչա կատարվում։ Լիլիայիս մոտ շատ քիչ է, գրեթե չկա, իմ մոտ է, բայց քանի որ դիմակը շատ է, այդ նյութը, դրա համար երկուսիս
մազերին էլ կդնենք։ Մտածեցի երեկոյան կողմնա արդեն հով կլինի, բայց լավ շոկ է։ Բալկոնն է մորքուրը։ Ոնց որ հա։ Ծառերը։ Եթե ծառերն էլ չլինեին, քամին չլիներ, մենք ուղղակի կխեղդվեինք։ Արի, որ ես գամ, դու վաղը չես գալու։ Ասում եկեք։ Որ գանք, դու վաղը չես գալու մեր տուն, արի։ Խապում ես։ Չէ, արի։ Չէ։ Գնանք երեխեք ջան, մի երկու բար խոսանք, փոխանակենք ու գնանք։ Բան անենք։ Հետո կանչում գաս ասի, դա փոշմանաց ասել բա դա ասի, ասի ես դա։ Չվտասի։ Հետուրա գնմա տուշը վերցնի, զակազը նոր եկել է։ Գնա արի գնանք, Լիլիա ջան։ Ճանապարհս Գուշանցի։ Աննա։ Ես եմ մոռացա։ Հա, հենա խոսած չի իլում։ Լանայի։ Նարին են անեք մենք պարին գալու։ Մազետ, կաղա բերեսեք սմերտանը ներկենք։ Բայց ներկսունի։ Չես առեն էր։ Հատը մյատ Ես կնիքն ասմա ոնց որ հեչ դի չլի բիլի։ Դու ես նիհարել իմպես։ Չապից ավել եմ նիհարել, չապից ավել։ Էլա մոքիր ջան։ Դելա ու գնացի բաց։ Հա, էքու ծենա։ Հա? Էքու ծենա սպասում ենք։ Հա, էքու ծենա։ Սարեխին քնի թե չէ։ Դասը կոֆե չի պայեցի որ բարքալի կոֆե խմենք։ Հա, արխային մանհանգստանալ մեկ։ Հա, գիտեմ, լավ մարդ ենք շատ։ Էլա մոքիր ջան։ Հա, շատ լավ մարդ է։ Ամիկը դիպետ քարեմ մեզ քարեմ։ Հա, բերենք սարքենք։ Բերենք սարքենք։ Էլա մոքիր։ Կնոկս մենք կանեմ որ։ Էլավ, կանենք։ Արխային։ Հա? Արխային լավը կը։ Չէ, որ Հա։ Էլա մոքիր։ Ինչ է մոտոցիկլով որ գնացին նոր։ Հələ բաց տենանք։ Ինչ եմ տուշը։ Հա, դուրը բացեց, որ մեր ճանապարհի թորնիկը դուրս եկավ, ավազի մեջ խաղում է։ Ես արա ասում է, դուրը փակ եմ պահում։ Ահա։ Էս էլ տուշը երեխեք ջան։ Լի ջան, արիլ ես բացի։ Թռնես եմ։ Սպաղված է ձեռքերը։ Պահիմ։ Էս մի րոպե էտիկը պետքա փոքվի այդ նապլեյկան։ Հələ բռնի, քաշի։ Այս տիպի տուշ եմ պատվիրել իմ համար, նախորդ տուշը որ պատվիրել էի, դա Լիլիան վերցրեց, դրա համար որոշեցի իմ համար էլ այս տուշը պատվիրեմ։ Փակեմ եւ տանեմ կոսմետիկայի մեջ։ Երկրորդ անգամ եմ գնում այս տուշից, թարդ չաներկից, շատ գոհ եմ։ Գնում ենք հետ տուն, Լիլիայի հետ։ Մորքուրիս տեսա, խոսեցի հետը, մինչև Լիլիան գնաց Ազոն հետ եկավ, այսենց հատիկ գալիս են պատվերները, մեկ-մեկ։ Վաղն էլ մազի ներկերն են գալու, ակցիա էր, մեկ գնի տեղը երկու հատ, մեկ գնի ներկի փոխարեն երկու ներկի եմ գնել ակցիայով, մի քանի տեղ վաճառում էին նույն ներկից, բայց մի հատ, իսկ մյուս խանութում նույն գնի երկու ներկ ակցիայով։ Առայժմ մասկա կդնեմ մազերս, հետո արդեն Հայաստան գնալուց մի քանի օր առաջ արդեն կներկեմ։ Որ
քրոջս տանը երկար չկարողացանք մնանք, տորթ էին թխում, սուրճ էին առաջարկում, բայց որոշեցինք շուտ հետ գնալ, որովհետև Լիլիայիս գումարը պոչտալյոնը պետք է բերի, որպեսզի տանը լինեմ։ Պայմանավորվեցինք, որպեսզի վաղը գա ու միասին հավես օր անցկացնենք։ Չկարողացա իրեն շատ նկարել, որովհետև ինքը չցանկացավ, ասես տեսքս են չի, տնային է, վաղը կգամ, տեղը տեղին կնկարենք։ Ես էլ իր խոսքից դուրս չեկա, հարգելով իրեն, երեխեք ջան, դրա համար չնկարեցի։ Համեղություն կպատրաստենք, կվայելենք, դուրսում սուրճ, մի խոսքով հավես օր կունենանք։ Գնանք տուն, տանը կպատրաստեմ իմ սուրճը ու կվայելեմ։ Պետք է նաև հավերին, թռչուններին երկոյան կերը տամ ու տեղավորեմ։ Այժմ այսքանը սիրելիներս, շնորհակալ եմ մինչև վերջ մեր հետ լինելու համար, շնորհակալ եմ, որ պասիվ, բայց միևնույն է միանում եք իմ ալիքին, բաժանորդագրվում եք, լայքեր եք դնում, մեկնաբանություններ եք գրում, բոլորիցդ անչափ շնորհակալ եմ, բոլորից շատ սիրում, գնահատում։ Այ հենց դրա համար էլ ես նկարահանում եմ, ես ուրիշ օգուտ կամ նպատակ այստեղ YouTube-ում չունեմ։ Ցանկանում եմ ձեզ լավ տրամադրություն, օրվա հիանալի շարունակություն, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։